իրավիճակը մենք մշտապես գնահատում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ, որովհետև հակառակորդի կողմից մշտապես խախտվում է հրադադարի պայմանները, բայց մեր ստորաբաժանումների պատրաստության շնորհիվ մենք պահպանում ենք այդ իրավիճակը եւ ռազմաքաղաքական իրավիճակով եւ տարբեր երկրների տնտեսական, էներգետիկ, քաղաքական շահերի բախումներ են տեղի ունենում, բայց կարծում եմ, որ այսօր այն իրավիճակը չէ այստեղ, որ տարածաշրջանային ուժային կենտրոններ փորձեն լարվածություն ստեղծել մեր տարածաշրջանում, ես նկատի ունեմ Հարավային Կովկասում։ Մենք մեր առջև դրված խնդիրները ինքնուրույն կարող ենք լուծել եւ խաղաղապահ ուժերի տեղադրման կարիք այսօր չկա։ Այսօրվա իրավիճակում Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք որևիցե մի խնդիր չունենք։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակի ճիշտ գնահատմանը եւ նաեւ դատապարտմանը հատկապես այն կողմին, որը որ խախտում է կատարում, դա վերաբերում է ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ վերաբերում է նաև միջազգային բոլոր կառույցներին, իրոք որ այսօր այս ամենի, այս թափված արյան ուրեմն պատասխանատվությունը ընկած է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, նրանց խղճի վրա եւ ես գտնում եմ, որ բոլորը պետք է սթափ գնահատեն այս իրավիճակը եւ այս հանդիպումներն էլ հենց ուղղված են նրան, որպեսզի այնպես անեն, որ այս լարվածությունը չվերածվի լայնամասշտաբ պատերազմի։ Անկասկած Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի եւ նաեւ ասեմ, որ նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միշտ պատրաստվում են պատերազմի։ Ուզում ես խաղաղություն, միշտ պետք է պատրաստվես պատերազմի եւ զինված ուժերը հենց դրա համար են ստեղծված մեր հայրենիքի պաշտպանությունն իրականացնելու համար։ Այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս բախումները կարող են վերաճել փոքր, ասենք լոկալ բախումների, բայց լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը դեռևս ես գտնում եմ, որ ցածր է։ Բայց մենք մեր զինված ուժերը, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը միասին պետք է ցանկացած ժամանակ պատրաստ լինենք։ Եթե սկսվեց, ինչ ենք անելու, եթե սկսվեց պատվով, պետք է մեր պարտականությունը պատասխանատու կերպով կատարենք։ Ադրբեջանը իր իսկ ստի զոհը դարձավ։ Չնայած նրան, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ադրբեջանական բանակը այսօր այսպես լայն թափերով ձեռք են բերում տարբեր տիպի սպառազինություն, ընդ որում նաև նոր սպառազինության տեսակներ, քանակն են ավելացնում, այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր սպառազինություն օգտագործող է պետք, յուրաքանչյուր զենքի ղեկին անձ է պետք, որը մասնագիտորեն եւ պատրաստ պետք է լինի այդ սպառազինությունը կիրառելու։ Քանակական մեծ ձեռքբերումները դեռևս չի նշանակում, որ դրանք այսօր պատրաստ են շահագործման եւ այսօր նրանք յուրացվել են անձնակազմի կողմից, հատկապես առօրյա ուսումնական գործընթացի ողջ ընթացքում։ Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ տարբեր նաեւ իրենց հարևան երկրներում պատրաստված տարբեր կոմանդոս հատուկ նշանակության խմբերն են հիմնականում մասնակցում այդ դիվերսիոն հետախուզական գործողություններին եւ նրանք իրենց վախճանը հայկական հողի վրա, հայկական դիրքերում տեսնում են։ Դա խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց մարտունակությամբ, իրենց մարտական կարողություններով եւ հատկապես ոգով եւ նաեւ որակական պատրաստությամբ, մարտական վարպետությամբ, այսինքն գիտելիքներ, հմտություններ եւ ունակություններ եւ առօրյա ցանկացած ստեղծված իրավիճակում հրամանատարների սթափ որոշումներով, գործողություններով քիչ պակաս պատրաստ չեն եւ կարելի ասել նաեւ տարածաշրջանում մրցունակ են եւ պատրաստ են ցանկացածին իրենց տեղը ցույց տալու։ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը սովորաբար քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ կամ ընթացքում կամ հետո լարված իրավիճակ է ստեղծում, փորձելով ազդեցություն գործել միջազգային կառույցների վրա, մեր հանրության վրա եւ նաեւ բարձրացնել իրենց, ասենք, ստորաբաժանումների մարտական
ոգին։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի հանդիպում նախ եւ առաջ հնարավորություն կտա բանակցելու, երկխոսություն ստեղծելու, եթե հնարավոր է նաեւ կառուցողական հիմք տալու բանակցային ողջ գործընթացին։ Մեր բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությունն է միայն այն պայմանը, որի ընթացքում մենք կարող ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որ նաեւ համապատասխան ընթացք կտանք խաղաղ եւ քաղաքական լուծման ընթացքում։ Կարծում եմ, որ դերևս միջև հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել եւ հանդիպումից հետո էլ ակնկալել այսպես լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում քիչ հավանական է, քիչ հավատալու է իմ համար, դրա համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերը այս ժամանակահատվածում եւ նաեւ հանդիպումից հետո մշտապես պետք է լինեն իրենց դիրքերում, մանավանդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը պետք է օրստորե բարձրացնի իր մարտունակությունը, իր զգոնությունը, իսկ նրանց գործողությունները թույլ են տալիս ասելով, որ մեր հայրենիները Լեռնային Ղարաբաղում առավել քան մարտունակ են եւ առավել քան պատրաստ են գործողությունների ցանկացած զարգացման։ Ազատամարտիկները բոլորը մեր մարտական ընկերներն են եւ նրանցից մեծ մաս են կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորավարքային ռեսուրսի, ասել է թե ագրեսիայի դիմագրավման, մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման եւ զինված ուժերի ամբողջությամբ ծավալման ընթացքում նրանք մեր շարքերում են լինելու եւ մեր հետ պաշտպանելու են մեր հայրենիքը։ Այսօր այդ անհրաժեշտությունը չկա, որովհետեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ իրենց արժեվ դրված խնդիրները լիարժեք կատարում են, այս խնդիրները փոքր խնդիրներ են, բայց նրանց մուտքը բանակ հանդիպումները զինված ուժերի անձնակազմի, հատկապես ժամկետային զինծառայողների հետ այսօր անհրաժեշտություն է, որով էլ նրանք զբաղված են կիսելու իրենց մարտական փորձը, բարձրացնելու մեր զինծառայողների ոգին։ Այն զինվորներն ու սպաները, ովքեր քաջաբար զոհվեցին հանուն մեր հայրենիքի, մեր փառապանց հաղթանակների պահապաններն են։ Մենք նրանց չենք կորցրել, այլ ընդհակառակը գտել ենք մեր հասարակության իրական հերոսներին, ում անունները պետք է հնչեն ամենուր։ Ոչ մի շքանշան, ոչ մի պատվավոր աստիճան չի կարող փոխարինել այն գնահատանքին, որը տրվում է մեզ միշտ թիկունք եղած հարազատ ժողովրդի կողմից։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բոլոր բնակիչները մեր ժողովուրդը գիտակցում են, թե ինչ պատասխանատվություն է տրված բանակի վրա եւ այսօր էլ գիտակցում են այն խնդիրների կատարումը, որ իրականացնում ենք եւ նաեւ իրենց բոլոր պահվածքով, բոլոր արտահայտություններով կանգնած են մեր կողքին։